ինչն է մեր պայքարի ձևը, որն է մեր պայքարի ձևը։ Մենք ցանկացած բացի դեպքում մեր առաջարկով ներկայացնում ենք մեր առաջարկը ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովից սպասում ենք արձագանքի։ Եթե պետաիրավական հանձնաժողովը խնդրին լուծում չի տալիս, չի դրվում ազգային ժողովի քվեարկության, քննարկման եւ չի ընդունվում տվյալ օրինագիծը օրենքի ձևով, դրանից հետո մենք նախաձեռնում ենք հաջորդ քայլը, նախաձեռնում ենք ստորագրահավաքը, որը որ էլի մեր փառք մեր սահմանադրությունը, մեր օրենսդրությունը թույլ է տալիս, օրինական կերպով ստանում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստորագրահավաքի հնարավորությունը, կազմակերպում ենք ստորագրահավաքը, առաջին դեպքում 50,000 ստորագրություն հավաքելու պարագայում նաև արդեն ներկայացնում ենք տվյալ օրինագիծը ազգային ժողով ստորագրությունների հիմքով, եթե դրանից հետո էլի ազգային ժողովը չի ընդունում տվյալ օրինագիծը, ապա մենք հավաքում ենք երկրորդ փուլում 300,000 ստորագրություն եւ այդ ստորագրությունների հիմքով խնդիրը դնում ենք հանրաքվեի, այսինքն մեր գործունեության հիմնական գործողությունները լինելու են այս դաշտում օրենսդրական փոփոխություն, եթե անհրաժեշտ է անգամ հանրաքվեի միջոցով, եւ մենք այս ճանապարհը հենց այնպես չենք ընտրել, քանի որ մենք տեսնում ենք փողոցային պայքարը որևէ արդյունք չի տալիս որևէ իշխանության պարագայում, հեղափոխություն կոչվածը ինքը պետության հիմքերը թուլացնող երևույթ է։ Հիմա ինձ կասեք պետության հիմքերը սխալ կառավարման արդյունքում նույնպես թուլանում են, այո թուլանում են, այդ պարագայում առհասարակ հեղափոխությունը կործանարար կարա լինի, դրա համար այս գործիքները փառք Աստծուն մենք քանի որ ճանաչվել ենք ժողովրդավար պետություն եւ քանի որ մեր սահմանադրությունը, օրենսդրությունը համապատասխանեցրած է առաջադեմ ժողովրդավար աշխարհի կողմից ստեղծված իրավապաշտպան իրավական կառույցների կողմից, այս կետը չէր կարա չլիներ մեր օրենսդրության մեջ եւ մենք հիմա հենց այդ կետը փորձում ենք օգտագործել մեր գործերի, մեր խնդիրների լուծման համար։